Մեր Տիրոջ եւ Փրկիչին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը եւ Աստվածահայտնության դոնը հանդիսավորապես նշվեցավ Անտիլիասի մայրավանքի մեջ։ Արտարև երեքշաբթի 6 հունվար 2026-ի առավոտյան ժամը 10-ին մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Դաջարի մեջ նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին վեապար Հայրաբեդը մատուցեց Սուրբ Եվանման բադարակ, գադարեց Քրիստոսի մգրդությունը խորհրդանշող չորրորդնեկի արարողություն եւ համայն հայության հղեց իր հայրաբեդական պատգամը։ Սուրբ Պատարագին վեապար Հայրաբեդին առընտերագա եպիսկոպոսներն էին Մայր Դաջարի լուսարարապետ Կերաշնոր դեր Սիփան arczepiskopos Քեչեջյան եւ Գաթոյգոսարանի Թիվանաբեդ Կերաշնոր դեր Դաջատ եպիսկոպոս Աշոկյան։ Սուրբ Պատարագի երկեցողությունը գդարեց Գաթոյգոսարանի շնորհալի երգչախումբը խմբավարությամբ հոգեշնոր դեր Զավեն Վարդապետ Նաջարյանի։ Նշենք, որ Սուրբ Պատարագին մասնակցելու նպատակով Լիբանանի Հանրապետության նախագահ Զորավար Ժոզեֆ Աուն ուղարկեց իր ներկայացուցիչը երիտասարդության եւ մարմնագրթության նախարարուհի դոկտոր Նորա Բայրակտարյան։ Մեծաթիվ հավատացյալներու գողքին Սուրբ Պատարագին մասնակցեցան նաև Հայաստանի Հանրապետության տեսմանադան անձնագազմը, մեր Սուրբ Աթոռին ազգային կենտրոնական վարչության քաղաքական ժողովի անդամները, պաշտոնական անձնավորություններ եւ զանազան գազམ་ագերբություններու ու միություններու ներկայացուցիչներ։ Հնդածը Սուրբ Պատարագին լուսարարաբեդ Սրբազան հայրը Լուիսի Լուիսո Շարագանին երկակցությամբ Մյուրոնատապ աղավնին Սուրբ երրորդություն խորանեն առնելով հանձնեց վեապար Հայրաբեդին, որ իր գարքին գդարեց Քրիստոսի մգրդությունը խորհրդանշող չորրորդնեկի հոգեբարար արարողությունը։ Ապա նորին սրբությունը հղեց իր հայրապետական պատգամը։ Առաջին հերթին Հայրաբեդը Անտիլիասի մայրավանքեն աշխարհասփյուր մեր ժողովրդի զավակներուն ավետեց Քրիստոսի Սուրբ Ծնունդը, ապա անդրադառնալով օրվան խորհրդին անեսավ, որ տարեր առաջ Պետղեհեմի մսուրի մեջ դե ունեցավ մարդկային պատմության մեծագույն խորհուրդը Շարագանին բարերով, խորհուրդ մեծ եւ սկանչելի։ Երգինքը երգիր իջավ, որբեսի երգինքեն հերացած երգիրը մոդեցնի երգինքին։ Ասված մարդ դարձավ, որբեսի իր մեհերացած մարդը դարձյալ մոդեցնե իրեն։ Շարունակելով իր պատգամը, Հայրաբեդը գետրոնացավ Քրիստոսի մարտեղության խորհրդին վրա եւ հայտնեց, որ Պետղեհեմի մեջ Աստուծո որդին ծնունդը դարձավ մարդուն վերածնունդը։ Իր միածին որդին ջամփով Աստված մարդկային բնություն արավ, դարձավ Աստվածամարդ, մարդուն վերամարտացման համար։ Արտարև Աստուծո որդին մարտեղացումը էական էր մարդու վերամարտացման համար։ Մեղքի դիրապետութենեն անոր ազատագրման, մարդու մեջ աստվածային պատգերին ու նմանության վերագանքման, մարդը դեպի փրկության ջամփան առաջնորդելու համար։ Ներգադարին հայրապետական հռչակագիրով հայտարարեցինք հոգևոր կյանքի վերանորոգման տարի։ Արտարև մեր կյանքը հոգևոր արժեքներով հարստացնել կնշանակե դառնալ Պետղեհեմի մեջ ծնած Աստուծո որդին զինք տավանելով Փրկիչը աշխարհին եւ մեր կյանքը ճշմարտությունն ու ջամփան, ըստ Արամ առաջին վեապար Հայրաբեդը։ Նորին սրբությունը հայրապետական պատգամը եզրափակեց աղոթք բարձրացնելով առասված, որբեսի Աստուծո որդին ծնունդն ու աստվածահայտնությունը մեր ժողովրդի կյանքը լեցնեն երկնային բարիքներով ու աստվածային օրհնությամբ, մեր կյանքեն հեռացնելով ամեն տեսակ չար ու չարիք եւ մեր ժողովուրդը առաջնորդելով դեպի Քրիստոսով սկսած երկնային թագավորություն։ Սուրբ Պատարագեն յետք վեապար Հայրաբեդը վեարանի տահլիճի մեջ ընդունեց պաշտոնական անձնավորություններուն եւ մեր ժողովրդի զավակներուն նոր դարվան եւ Սուրբ Ծննդյան շնորհավորությունները։